Հեղինակած այն նախագիծը, որով առաջարկում էր Արտակ Գալստյանի լիազորությունները բաղաժապկետ դադարեցնել, ներվեց հասկանալի է թե ինչու։ Այո, հասկանալի է, որտեղ դրան նախորդել էր 3 իրավական հարցերի հանձնաժողովում քննարկումը, որտեղ շատ հստակ պարզ դարձավ, թե իշխանության, թե կոալիցիայի, թե ձևական ոչ ֆորմալ, իմաստով կոալիցիա կազմված հանրային ձայնի եւ թե նաեւ Մայր Հայաստանի եւ որոշակի առումով մեր ֆրակցիայի մարուցանական թևի դիրքորոշումները ըստեյության հարցը հետեւյալն է, որ կա քաղաքացիական պայմանագիր հանրապետություն կուսակցություն հստակ կոալիցիա թղթի վրա ստորագրված, կա հանրային ձայն, որը կոալիցիա է, բայց թղթի վրա գրված չի, ինքը ունի քաղաքացիական պայմանագրի լիակատար աջակցությունը, այսինքն նույն քաղաքացիական պայմանագիրը, որ հանում էր ավականու անդամներին բացակայության համար, հիմա ինչ-ինչ պատճառներով, քաղաքական նպատակներով Արտակ Գալստյանին չի համարում բացակայող։ Ես նաև բացատրեցի, որ այդ մի հոգու մանդատի բացակայությունը ըստ էության ընդդիմությանը դարձնում է անգործունակ, բայց ընդդիմությունը ըստ էության այդ բացատրությունը չի ուզում ընկալել, եւ ես ուղղակի արձանագրեցի, որ Մայր Հայաստանը, որը որ ամիսներով պայքարում է, չգիտեմ, տրանսպորտի գնի համար, այնմյուսի համար, հստակ ֆիքսեց հանձնաժողովի նիստում, որ մենք ունենք ընդդիմությունի 26 ձայն, այսինքն միայն ազգային առաջընթացի 14-ը եւ Մայր Հայաստանի 12-ը։ Այսինքն ես իրենց այդ պահին հարցրեցի, բա դուք որ 26 ձայն ունեք, դուք ո՞նց եք բերում նախագծեր եւ հույս ունենում, որ տրանսպորտի գինը պետք է իջնի կամ այն մյուս բանը պետքա փոխվի, այսինքն երբ որ ես առաջարկում եմ լուծում, որով կարող եք իրանք վկայակոչվում ինչ որ բարոյական նորմեր, որ այդ մարդը ինչ բարոյականության մասն է խոսքը, եթե Երևանցին ձայն ատվել 30 մեծամասնություն ընդդիմությանը, բայց նույն ընդդիմությունը ինչ որ բարոյական նորմեր վկայակոչելով չի ուզում բնակիչների ձենին տեր կանգնել, այսինքն այս 2 տարին ինձ պետք եղավ, որտեղ ես նախորդ ժամանակ նաև բերել էի մոտ կես տարի առաջ իմպիչմենտի հարց։ Դա ինչ կապ ունի այդ հարցը, բայց իմ ասացի հետ։ Ես ասում եմ ձեզ, որ կա ընդդիմության մեջ տարբեր մոտեցում ժողովրդին տված քվեների մասով։ Ժողովուրդը տվել է Հայկ Մարությանին, ազգային առաջընթացին եւ Թևանյանին եւ Մայր Հայաստանին, որ գնան լինեն ընդդիմություն եւ ընդդիմության ֆունկցիան է ըստ սահմանման իշխանությունից հեռացնել մեծամասնության։ Ասում եմ ձեզ, ես բերել եմ նախագիծ, որը իմպիչմենտ է վերաբերում այդ մանդատից զրկենք, որ բերենք այդ երկու ուժերը մարդիկ ասում են մեզ պետք չի մատից զրկել, որտեղ դա բարոյական չի տնային կալանքի մեջ է։ Եթե տնային կալանքի մեջ է, ձեր բնակիչներին ասեք, որ մենք չենք կարող ձեր տրանսպորտի հարցը լուծել աղբանության, որտեղ մենք բարոյականության կներեք մի ընդհատեք հարցեք տվել, լսեք, պատասխանում են։ Եթե դուք այտենց եք այդ նորմերով եք շարժվում, բարի եղեք, դուրս եկեք փողոց, երբ որ տրանսպորտի դեմ ակցիաներ եք կազմակերպում, ասեք կներեք, այս վշտարագույցները դնում եք այդ թղթերի տակ։ Մի վարքյան, լսեք միջ պատասխանես։ Ես ասում եմ այդ իրանց մասով, դուք ինձ հիմա հարց եք տալի, դուք լսեք, ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ այդ մարդիկ ստեղ ուրիշ բան են ասում, որովհետև չեք թողում խոսամ ու անդադ ուզում եք ձեր ուզած հարցը տակ։ Ձեր ուզած հարցը տվել եք հիմա, հա, բայց դուք տեսնում եք պատասխան ձեզ դուր չի գալի, ուզում եք հարցը փոխեք ուրիշ հարց։ Լսեք ինչ եմ ասում։ Ոչ, դու գալու հարցը։ Լսեք, շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Դե հիմա որ թողեք ես բացատրեմ, կասեմ, մենք ունենք 32 ձայն, մենք ունենք 32 ձայն։ Մի ընդհատեք, դուք վերագրով եք ոչ թե քաղաքական գործիչ, որ բանավիճում եք։ Դուք հարցը տվել լսեք։ Դուք բանավիճում եք։ Դե թողեք ավարտել, իրան լավ չթողեք դասանը, ինչ կապ ունեն իրար։ Բա թողեք բացատրեմ, հարց տվեցիք, չէ՞։ Դե թողեք բացատրեմ։ Բացատրեք, պատասխան։ Դե ուրեմն բացատրում եմ, պատասխանը բացատրում դա, չէ։ Ես ինչը չէ։ Այսինքն, եթե մենք ունենք 33 մանդատ, տվել է իշխանությանը, տվել է 32, տվել է 24 ԿՊ-ին, 8 էլ հանրապետության այդ մարդիկ ալին կոալիցիա ու իրենց կոալիցիային մի հատ պակաս է։ Մի հոգի էլ գտնվում է անազատության մեջ, այսինքն 32-ը։ Ես ասում եմ այդ մարդը, որ անազատության մեջ է, եկեք իր մանդատից զրկենք, որպեսզի տեղը գա ուրիշ բան, մենք ունենք, հետո մենք արդեն կաշխատենք հանրային ձայնին, բերել ընդդիմության դաշտ, որ եթե կարողանանք իմպիչմենտ անենք։ Այս մարդիկ իմպիչմենտի ժամանակ ինձ ասում էին, իմպիչմենտը որ բերել ես Արտակի բանը սկզբից բեր։ Իր մանդատի հարցը, դա ասում էր հանրային ձայնը, դա ասում էր Մարությանական թևը, դա ասում էր Մայր Հայաստանը։ Ես բերում եմ իրանց իմպիչմենտի այդ մարդի իմպիչմենտի հարցը, հիմա ասում են, դա բարոյական չի։ Բայց բարոյական չի, 3 ամիս, 6 ամիս առաջ մտածեի, որ բարոյական չի։ Բարոյական չի, մտածեիք ձեր ակցիաները անելու ժամանակ, այսինքն խնդիրը այն է, որ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ միասնական դիրքորոշում, որ իրանք ուզում են
Երևանի քաղաքապետարանում քաղաքացու տված մեծամասնությունը ընդդիմությանը տված ձեներին դեր կանգնեն, այսինքն մենք ֆիքսում ենք, հա, մի ընդդիմություն մենք ցեր համարում ենք միակ նորմալ ընդդիմություն ենք, որ կարողացել է երկու նախագիծ բերի, մեկը իմպիչմենտի, մյուսը մանդատի զրկելու, ու դա չի ունեցել արժանացել աջակցության, դա էական չի 5 հոգի։ Ինչ կապ ունի դա։ Ես ասում եմ ձեզ, որ նորմալ չի, եթե ընդդիմությունը չի ուզում իշխանությանը տապալելու, իշխանությանը հաղթելու իրավական ճանապարհից օգտվի, դա նորմալ չի։ Եթե ձեր համար դա նորմալ է, նորմալ է։ Ժողովուրդը որոշի դա նորմալ է թե չէ։ ԿՊ-ին իշխանազրկելու մասին է խոսքը։ Այո, ոնց եք իշխանազրկում։ Պետք է ունենան 33 ձենը, որը ժողովուրդը ձեզ տվել է։ Հիմա մի ձենը սառեցված է տունը։ Ես ասում եմ դրան լուծում առաջարկել։ Այո, մանդատի զրկել որտեղ է գարմա։ Հիմա մենք ճիշտ հասկացանք եւ Հայկ Մարությանի թիմը, եւ Հայկ Մարությանի թիմը, ինչպես դուք եք ասում, եւ Հայաստանը դրան դեմ է։ Կողմ են ըստ էության Տիգրան Ավինյանի հետակա պաշտպան։ Ես ասում եմ իրանք դեմ են, մնացածը թող ժողովուրդը արդեն որոշի կողմից չէ, բայց ես ասում եմ, եթե դրան դեմ եք ու դուք ընդդիմություն եք, ու ձեր գործողությունները արդեն պլանավորեք, կասկածի հարց չի, ես ինձ իրավունք չեմ տակած։ Մարդիկ թող իմանան, որ այս պայդրությամբ Երևանի քաղաքապետարանում կա 24 հատ ընդդիմադիր, այսինքն հանրային ձայնը ամբողջությամբ կորցված է ու այդ 24 հոգին էլ չունեն միասնական դիրքորոշում, թե ոնց այն 7 ձենը հետ բերեն ու դառնան մեծամասնություն ըստ էս, որովհետև ես դուք լսել եք, չէ՞, ընդդիմության բոլոր ելույթներում խոսք է գնում։ Քաղաքապետարանում դուք Ավինյանը ունի փոքրամասնության իշխանություն, բայց փոքրամասնության իշխանության ամենակ խոսքով չէ, դրա տակը հիմք է։ Դրա տակի հիմքը հենց այդ մի մանդատն է, որի հարցը պետք է լուծվի։ Եթե իմ լուծումը սխալ է, թող այդ մարդիկ առաջարկեն ուրիշ լուծում, որ մենք այդ մանդատին Բայց դուք հիմա ինչ եք կարծում, բայց իրանք ասում են տեղը, եթե մեկ այլ անց կա, ինչքանով է ինքը համագործակցելու։ Ասել ենք հանով է, դրա համագործակցելը արդեն կախված է քո կողմից քաղաքական հետ դիալոգ տանելու, աշխատելու, որովհետև դու իրան առաջարկել ես ԿՊ-ն ինչ-որ բան, չէ՞, դրա համար էլ իրանք որոշել են լինեն իրանց հետ։ Մենք պետք է աշխատենք, որ մեկի հետ է աշխատել։ Մենք ես բոլորի հետ էլ շփվում Չէ, նկատում եմ, որ իրանք օրինակ միանան իմպիչմենտին։ Հիմա դա էական չի, որովհետև գտնվողների հետ դա։ Ես խոստացել եմ նույնիսկ, հա, ես բոլորի հետ խոստացել եմ, բայց հիմա հարցը դա երկրորդական հարց է, դա զարվանուն թեմա, այդտեղ կան բազմաթիվ քաղաքական դրա մասին ես մանրամասն գրել եմ, եթե ուզում եք մի օր այդ թեմայով կարող եմ հարցազրույց տալ, որտեղ դա կես ժամ կամ անցել իմացանք, հա, վիրավորանքներ ինչ-որ նաև լարված մթնոլորտում է անցելով ու մեր այդտեղ հատուկ բան չունեմ ասելու, էական չի։ Ես ուզում եմ հիմա ես նաև կունենամ ամփոփիչ ելույթ, այս 2 տարվա ավականու գործընթացի մասին եւ իմ համար ֆիքսում եմ մի բան, որ ընդդիմությունը 24 հոգի է եւ թող ընդդիմությունը այդ 24 հոգի ձեն ունենալու հաշվով էլ կառուցի իր գործողությունները ոչ թե վեր թռնի, եթե որևէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձենին դեր կանգնելու համար։ Եթե չի անելու դուրս չեկա հանրային տրանսպորտի թանկացման դեմ մեծ ընդվզում։ Հանրային տրանսպորտի դուրս գալով չի, հանրային տրանսպորտ։ Չէ, դուք ասում եք կազմակերպել այսպես բան արեցիք, չէ՞։ Չէ, մենք ընդհանրապես բոյկոտի կոչ արել ենք, մենք ամենաառաջին ենք կոչ արել միջև ակցիաները։ Ոչ նաև Հայկ Մարության արեց եւ մեկ երկու անգամ նրան տեսանք հանրային տրանսպորտ բարձրանալիս եւ Ես երբեք մարդկանց չեմ կոչ արել Ես կոչ եմ արել բոյկոտել, ես երբեք չեմ գնացել իրանց հետ անելու, որովհետև ես անձամբ անելու մեջ իմաստ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ իմաստ մարդկանց իրազեկելու, որ իրանք անեն բոյկոտ։ Մենք բոյկոտին մասնակցել ենք մեր կոչերով, մեր ինֆորմացիան տրամադրելով։ Ով որ ուզեցել է անել, դա սխալ է ձեր հարցը, ասում եք ինչի չմիացաք։ Միանալու հարց չի։ Երբ որ ես ասում եմ այո բոյկոտեն, նշանակում է ես միացել եմ բոյկոտին։ Դուրս չեկա, ճիշտ։ Որտեւ ես դուրս գալու մեջ իմաստ չեմ տեսնում։ Ես գնամ ինքս տրանսպորտը չնստեմ, գումարը չտամ։ Ես դրա մեջ իմաստ չեմ։ Իսկ թվում է բոլորն էլ այդպես թողեցին։ Եթե դուք ինձ մի հատ քաղաքական գործիչ կասեք, որը բոլոր օրերին բոյկոտին մասնակցել է։ Առաջին մեկ ամիսը երկրորդին չեն արել, երրորդին չեն կարել։ Իսկ նիստ այդ process-ը տապարվել է երրորդ։ Չէ, ես նորից եմ ասում, իմ միանալով չէ։ Մենք պետք է գնանք արդեն։ Հիմա իրենք էլ կասկածի տակ Թողած էստեյության ասելով չի, այլ գործողությամբ, հա։ Եթե տրանսպորտով պետք է բոյկոտելով իշխանափոխություններ, թող ուրեմն իրանք հայտարարել էին, թող տանեին միջև տրանսպորտից ներողություն։ Դուք օգտվում եք տրանսպորտից վճարում։ Ազվագյուտ եմ օգնում, չէ։ Ես ոդկով եմ հիմնականում։
Ինչա։ Երբ որ թեկուզ մեկ անգամ Ես չեմ օգտվում ընդհանրապես։ Այսինքն այս բարեփոխումների հմայքը ձեր մաշկի վրա չեք զգում, ոչ մեկ Բարեփոխումների հմայքը դուք պատոնից որ նայեք, հմայքը կտեսնեք, որ տրանսպորտի գծերի համար հատկացված այո, բոլորը տարալա տրանսպորտը գալիս է կես ժամը մեկ, այդ կես ժամվա ընթացքում այդ գծերը չեն օգտագործվում, դասունը որ արել այդ ճանապարհների ուղղությունները, էլի սխալ արվել։ Այսինքն մի խնդիր չի, բայց իմ ասած այն է, որ ամեն խնդրի մասին առանձին կանգնել, պայքարել եւ անել ու փոխարեն ավելի լուրջ լուծում առաջարկվել, բայց մարդիկ չեն ուզում։ Նույնիսկ չեն ասում, այս տարբերակը լավը չի, օրինակի համար բանդատիզը, բայց եկեք ուրիշ տարբերակով անենք։ Այսինքն ընդհանրապես ես կարող եմ ֆիքսել, որ ընդդիմության դաշտում չկա որևէ նորմալ երկխոսություն, թե ոնց ենք անելու Հայկ Մարությանը ձեր ուժը Հայկ Մարությանը հայտարարել էր, որ process-ն սկսվելու օգոստոսի սեպտեմբերին դուք իրանցից հարցրեք Պարակտում չի եղել։ Լավ, ես կարող ավարտեմ։ Այսինքն այս ձեր ասացի այս գումարման, այսպես ասած, ավականու գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի։ Հնարավոր է գնալ արտահերթ ընտրությունների։ Արտահայտությունների համար էլ չկա 24 ձայնով, դու չես կարող անես ոչ արտահերթ ընտրություն, ոչ կարող ես օրինագիծ տապալել, ոչ կարող ես օրինագիծ ընդունել։ Այսինքն դու որևէ բան չես դեմարի ասի, անգործունակ ընդդիմություն է։ Եթե չի անում այն քայլերը, որով բերում է 33 ձայնը լրացնում է։ Մնացած բոլոր դեպքերում ինքը անում է։